Ապենդին ու իր ձախորդ հարևանը։ Կիրգիզական հեքիաթ։ Մի անգամ Ապենդին իր հարևանից պղինձ է խնդրում։ Ճաշը եփելուց հետո նա պղնձի մեջ մի ուրիշ փոքրիկ պղինձ է դնում և տալիս տիրոջը։ «Էս ինչ փոքրիկ պղինձ է», հարցնում է հարևանը։ «Երբ քո մեծ պղինձը իմ տանն էր, ճուտ հանեց, էդ փոքրիկ պղինձն է»։ Այդ բանից հարևանը շատ գոհ է մնում և մեծ պղնձի հետ ուրախ գնում է տուն։ Մի քանի օր հետո Ապենդին նորից է մեծ պղինձը խնդրում։ Հարևանը հաճույքով տալիս է պղինձն ու ասում. «Ապենդի, թե որ էս անգամ էլ իմ պղինձը փոքր պղինձ բերի, էլ չուշացնես, շուտ իմաց կտաս»։ Ապենդին համաձայնում է, վերցնում է մեծ պղինձն ու գնում։ 3 շաբաթ հարևանը սպասում է իր պղնձի վերադարձին։ Սպասում է, բայց պղինձը չկա։ Վեր է կենում և գնում Ապենդիի մոտ։ «Հարևան, պղինձս ուր է», հարցնում է նա։ «Դու ճիշտ էիր», ասում է Ապենդին։ «Պղինձդ էլի զավակ պիտի ունենար, բայց գիտես հանկարծ հիվանդացավ ու մեռավ»։ Հարևանն այս որ լսում է, շատ է բարկանում։ «Կատակելու տրամադրություն չունեմ, Ապենդի»։ «Ախր պղինձը ոնց կարող է մեռնել»։ «Քեզ ասում եմ, պղինձս ետ տուր»։ Ապենդին առանց շփոթվելու պատասխանում է. «Եթե դու հավատացիր, թե պղինձը կարող է զավակ ծնել, ուրեմն ինչու չես հավատում, որ պղինձը կարող է նաև մեռնել»։